Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ես Տաթևիկ Հարությունյանն եմ, Կզնակ հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետը։ Այսօր հրավիրված են հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ, ում հետ կխոսենք ուսումնասիրական աշխատանքների տարեկան պլանի վերապատրաստման մասին։ Կխնդրեմ իմ գործընկերը նույնպես ներկայանա եւ անցնենք հարցերին։ Շնորհակալություն։ Ողջունում եմ բոլորիդ հարգելի տնօրեններ, շնորհակալություն ենք հայտնում մասնակցության համար։ Ես Կզնակ հիմնադրամի հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման աջակցության բաժնի մասնագետն եմ։ Ինչպես գիտենք, այժմ Հանրապետությունով 1 ընթանում է հանրակրթական ուսումնական հաստատության մեր տնօրենների վերապատրաստման գործընթացը, որը իրականացնում ենք Կզնակ հիմնադրամի փորձագետների կողմից։ Թեման ուսումնասիրական աշխատանքների տարեկան պլանի մասով է, օգնում են աջակցում են ձեզ, որպեսզի կարողանանք կազմել ձեր դպրոցի ու դատպները։ Շնորհակալություն, հարգելի տնօրեններ, կխնդրեմ ներկայանաք եւ տվյալ հարցին պատասխանեք, լավ։ Որքանով եք կարևորում տարեկան պլանը դպրոցի կառավարման եւ ղեկավարման աշխատանքները կազմակերպելիս։ Խնդրեմ։ Սիրով լսենք Տիկին Բաղդասարյանին։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ես Արաբկիր վարչական շրջանի 21 դպրոցի տնօրենն եմ, մեզ հետ տարեկան աշխատանքային պլանի կազմման աշխատանքները տանում է Տիկին Վարդանյան Ինգան, շնորհակալ ենք իրեն մանրամասն համակողմանի ներկայացնելու եւ յուրաքանչյուրի հետ ամեն տողի վրա աշխատելու համար։ Ընթացքը նորմալ է, կարծում եմ ընդհանուր այդպիսի քննարկումները նաև արդյունավետ են, որովհետև որքան էլ ամենուեկս տարիներ շարունակ ունեցել ենք մեր տարեկան աշխատանքային պլանը, այսպես ընդհանուր քննարկումների ժամանակ լավարկվում է ցանկացած փաթեթ եւ ըստ նոր կարգի, քանի որ բազմաթիվ դպրոցներ արդեն անցել են կառավարման նոր համակարգի եւ զարգացման ծրագիրը կազմված է եւ տարեկան աշխատանքային պլանն էլ, ինչպես հասկացանք, պիտի սինխրոնիզացված լինի հաշվետվության ժամանակ, այսպիսի աշխատանքները կարծում եմ հետեւողական ամեն քայլը ճիշտ դասավորելով, կարծում եմ, որ պիտի խութերը քիչ լինեն, հետո մեզ օգնելու համար, բայց ես կարծում եմ, որ այստեղ մենք անդադ քննարկում ենք խմբում տարեկան աշխատանքային պլանը եւ ներդպրոցական վերահսկողություն առանձին դիտարկելը, մի տեսակ ոնց որ սովոր ենք եղել տարիներ շարունակ, որ իրար մեջ է եղել ու ես կարծում եմ, որ դրանք մեկը մյուսից բխող գործողություններ են եւ առանձին դիտարկելը այդպես չի էլի, որ հիմա նոր հեծանիվ պիտի հայտնաբերենք, միևնույնն է նույն գործողությունն է ու ինչ կապ ունի միասին է, թե առանձին է, նույն գործը մենք պիտի անենք, մենք պիտի վերահսկենք, սա դեռ կհասկանանք ոնց է դիտարկվում, ոնց է ընդունվելու մեր կոնկրետ Կզնակ հիմնադրամը, որ տարբերակն է ճիշտ ընդունում, կոնկրետ իմ կարծիքն է, որ իրարից տարանջատելը կամ իրար մեջ թողնելը էական փոփոխություն, այսպես ասած, բովանդակային ոչինչ չի փոխելու, ձևն ենք փոխում, էլի։ Այսքան է, ամեն դեպքում մենք արդեն հոկտեմբերը ներառյալ լրացրել ենք, կարծում արդյունավետ է, շնորհակալ եմ, նաև շնորհակալ եմ այսօրվա հանդիպման համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բարսեղյան, խնդրեմ։ Բարև ձեզ, Լեոյի դպրոցի, ավագ դպրոցի տնօրեն Ռաֆայել Բարսեղյան։ ՈՒԴԱՊ-ը ինչ խոսք է, ուսուցման որակի ապահովման կարևոր գործոն է եւ այդ ՈՒԴԱՊ-ը բխում է եւ փաստաթղթերի պահանջներից, որոնք կարգավորում են մեր ոլորտը եւ մեր զարգացման ծրագրից եւ մեզ օգնում է, որ մենք զարգացման ծրագրին Բաղդասարյանը ասեց 5 տարվա ծրագիրը ամեն տարի մենք պարտավոր ենք հաշվետվություն տալ եւ այդ ՈՒԴԱՊ-ով մենք կարգավորում մեր աշխատանքները եւ ինչ ասեմ, այնտեղ նաեւ բաներ կա, միջոցառումներ կա, որ մենք մինչեւ հիմա չենք նախատեսել կամ քիչ ենք նախատեսել, այս վերապատրաստումների ընթացքում ինձ համար օրինակ շատ կարևոր էր, որ ես որոշ միջոցառումներ հիմա նախատեսում եմ, որը չէի նախատեսել։ Այդքանը, շնորհակալություն։
Շնորհակալություն։ Տիկին Ասլանյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ես ասեմ, որ ՈՒԴԱՊ-ը ամեն առանցքային փաստաթղթերից է տարվա համար, որը մեր համար կողմնորոշիչ է գործողությունների պլանավորման տեսակետից։ ՈՒԴԱՊ-ով մենք ամեն ամիս, օրինակ, նախքան ամսվա սկսելը նայում ենք ինչ գործողություններ են պլանավորել պարտադիր անելու եւ նաեւ հիշեցում ենք անունմեթոդ միավորման նախագահներին եւ մնացած առանցքային պաշտոնյաներին, ովքեր անելիք ունեն, հիշեցնում ենք, որ այս գործողությունները պետք է անեք եւ անշավերջում ամփոփում ենք ինչն է արվել, ինչը չէ։ Դա մեր սեղանի փաստաթուղթն է ըստ էության, որով որ մենք տարին կարողանում ենք արդյունավետ կառավարել։ Այդ լավի մասին ասեմ, այդ ՆԴՎ-ն Տիկին Բաղդասյանը ճիշտ է, առանձնացնելը նոնսենս է ինձ թվում է, որովհետեւ ՆԴՎ-ն հենց այդ ՈՒԴԱՊ-ի մի մասն է, այսինքն մեր գործողությունների մի մասը ՆԴՎ-ի տրամաբանության մեջ են, մի մասը ինչ-որ փաստաթղթային աշխատանք է եւ վարչատնտեսական։ Այսինքն մենք այդ ամեն ինչի տրամաբանության մեջ ենք աշխատում ու դրա առանձնացնելը ճիշտ չէ։ Վերապատրաստումը, չգիտեմ, Ալացիա Սեբաստյան, երրորդ վերապատրաստումից հետո ես էլ չեմ տեսնում։ Երկրորդից հետո երրորդը ոնց որ չի ստացվել, դեռ տենց կիսապ է, ժամանակը շատ երկար է ընտրված, այս վերապատրաստումը կարելի է մի 3-4 անգամով ավարտել, այդ ներսի հարց ու պատասխանը շատ է խանգարում, որովհետև դա կարելի է ուղղակի գրավոր հարցնել ու պատասխան ստանալ, որովհետև այնպիսի սպეციფიկ հարցեր են, որոնք որ չեն վերաբերում մեզ ու ժամանակի վատնում է։ Քննությունների ժամանակ այս վերապատրաստումը մի տեսակ հարմար չէ, որովհետև հենց բուն բանավերջության ժամանակ դրված է վերապատրաստում, ինչը որ մեզ թույլ չի տալիս մասնակցել, հետո ստիպված ձայնագրություն ենք լսում։ Իսկ ինչ վերաբերում է այո, փաստաթուղթը ամենակարևորներից մեկն է, շնորհակալություն։ Շնորհակալություն, Տիկին Կոստանյան, խնդրեմ։ Եթե թույլ կտայիք, մենք միանայինք, որտեղ քննությունը Տաթևիկ։ Շատ բարի, խնդիր չկա, իհարկե, Տիկին Ազատյան, խնդրեմ։ Բարև ձեզ, երևի բոլորը գիտեն մեր դպրոցում այժմ այն պահն է, երբ զարգացման ծրագիր եմ ուղարկել, ինձ փոխարինում է Խաչատրյան Արմինեն, պարտականություններ կատարողը, ՈՒԴԱՊ-ի վերապատրաստումներին մասնակցում է Արմինեն, բայց ամեն դեպքում ես իմ կարծիքն ասեմ, մենք քննարկում ենք յուրաքանչյուր հանդիպումից հետո, այսպիսի մի գեղեցիկ արտահայտություն կա, ՈՒԴԱՊ-ը ցանկացած ուսումնական հաստատության աստվածաշունչը պետք է լինի մեր սեղանների վրա դրված, առաջնորդվում ենք դրանով, աշխատում ենք յուրաքանչյուր ամսվա ամփոփումով, այսպես այնինչ որ այժմ ինձ իրավունք են վերապահում արտահայտել կարծիքս, պարտականություններ կատարողը գոհ է վերապատրաստումներից, շնորհակալություն ամեն ինչի համար։ Եթե ես դուրս գամ, որովհետև քննություն է ընթանում պատմության բանավոր կներեք, շատ հաճելի է շփվելը, բայց եթե թույլ կտաք դուրս կգամ։ Շնորհակալություն։ Տիկին Կոստանյան, խնդրեմ։ Բարև ձեզ բոլորին։ Մասնակցում ենք շատ ակտիվ, որ այդպես շատ մեծ փոփոխություններ չեմ տեսնում անկեղծ ասած, բայց մշակման ընթացքում ձևակերպումների հետ կապված կարող է փոփոխություններ անենք, հիմնականում բովանդակությունը նույնն է, մենք արդեն միշտ աշխատել ենք թիմային փոխտնօրենների հետ, ես հիմա կոնկրետ առանձնացել եմ բոլոր կառույցները, իրենք իրենց համար աշխատեն, ինչպես ամեն տարի արել ենք։ Ամեն դեպքում ուսանելի է, նորություններ լինում են, հիմնականում նորից եմ ասում, ձևակերպումների մեջ է, ամեն դեպքում շատ օգտակար է, ճիշտ է, ասենք մեկ-մեկ լինում է, որ շատ են միջամտում խանգարվում, բայց գուցե դա էլ իր դրական կողմը ունի, ամեն մեկն իր միտքն է արտահայտում, իր կարծիքն է ասում, մի խոսքով նորմալ ընթանում է մեր վերապատրաստումը եւ բավականին ուսանելի զարգացնող ծրագրի համար էլի նոր զարգացնող նոր ով պիտի գրի զարգացնող ծրագրի համար էլ այնտեղ շատ փոփոխություններ կան, որ իհարկե դրան էլ կօգնի։ Էսա հիմնականում էսա իմ ասելիքը։
Ես էլ միասնական քննության եմ դուրս եմ եկել, բայց ոչինչ, շարունակեմ։ Շնորհակալ ենք շատ Տիկին Կոստանյան, շնորհակալ ենք Տիկին Ասլանյան, Էս Տիկին Բաղդասարյան, կներեք, ասեմ ձեզ, որ այս քննարկումն էլ շատ արդյունավետ էր։ Ճիշտ է, այս մի փոքր ուշ մտա, որտեղ խնդիր կար, բայց սա էլ շատ լավ ֆորմատ Այո, էր։ դեռ շարունակում ենք քննարկումը Տիկին Կոստանյան, ձեր դիտարկումները մենք կամբողջացնենք հաջորդի վերապատրաստումներն ավելի լավ կազմակերպելու համար հարգելիներ։ Ձեր դիտարկումները այսպես ՆԴՎ-ի հետ կապված մենք ամրագրեցինք։ Հաջորդիվ իմ հարցը արդեն դուք պատասխանեցիք, ուզում էի հարցնել, թե ինչքանով կօգնի այն ձեր դպրոցի զարգացման պլանի նպատակներին հասնելու համար, փաստեցիք, որ բխում է, կօգնի, իսկ այսպեսի մի հարց, հարգելի գործընկերներ, ինչ օգնության, ինչպիսի աջակցության կարիք ունեք այդ ձևաչափով մշակած տարեկան պլանով նախատեսված աշխատանքները կատարելու համար։ Ինչ որ մի օգնություն, չգիտեմ, աջակցություն, որը որ դուք այս ընթացքում վերապատրաստման ընթացքում ձեզ մոտ առաջացել է, որ այսպիսի մի օգնության կարիք ունենք մեր դպրոցում, ճիշտ է, դուք գործող տնօրեններ եք, բայց փորձի փոխանակումից ելնելով մտքերի փոխանակմամբ կարող ենք մեկս մյուսի օգնել։ Խնդրեմ, ինչ որ օգնության Կներեք, մի աջակցության հետ բան էլ կապված։ կարող եմ ավելացնել։ Իհարկե, Գիտեք, շատ դրական, շատ լավ է իմ կողմից դիտարկվում, որ բոլոր դպրոցներում կլինի միասնական աշխատանքային պլանների ձևաթող։ Ճիշտ է, ասենք, ավելի շատ հիմնական դպրոցների մասին է խոսվում, բայց դե բնականաբար ավագ դպրոցների տնօրենները պետք է տեղայնացնեն։ Բայց շատ, հա, եւ միջնակարգ շատ լավ է, որ մենք ձևավորենք ձեզ հետ միասին բոլոր դպրոցներում միասնական ուդապների փաստաթուղթ, այո, որից կբխի նաև դասղեկներինը, մմներինը եւ այլն, հա, այսպես տեղակալներինը եւ այլն։ Շատ իմ կարծիքով եւ այդ ստուգումների ժամանակ, տեսչավորման ժամանակ եւ այլն, իրանք այդքան այսպես բռնելու տեղ կոպիտ եմ ասում, գուցե բռնելու տեղ չեն ունենա։ Բոլորս միաձև, միաոճ աշխատելու ենք, բնականաբար յուրաքանչյուրից դպրոցի տարիքներից, նպատակներից, խնդիրներից ելնելով, բայց հիմնականում նույնն է լինելու։ Շնորհակալություն Տիկին Կոստանյան։ Կարող եմ ավելացնել։ Իհարկե, լսում եք ձեզ։ Կառուցվածքը լավ է, որ լինի, որպես ստանդարտ, բայց օրինակ մենք ավելի շատ բաներ ունենք ներառած, որը որ կառուցվածքի մեջ չկա, ես կարծում եմ, որ դա որպես կմախ կարող է լինել եւ յուրաքանչյուր դպրոց իր առանձնահատկությունից ելնելով կարող է ունենալ ավելի շատ, ավելի հագեցած, այսինքն շատ ստանդարտ շաբլոնն էլ բերելու է copy-paste-ի, ինչը որ դպրոցի կառավարման տեսակետից լավ չէ։ Տիկին Բաղդասարյան, լսենք ձեզ, ինչ օգնության, աջակցության կարիք ունենք դուք որպես դպրոցի տնօրեն։ Աջակցության կարիք այս պահին էականորեն չկա, որովհետև քննարկումների արդյունքում չէ, մենք ընթացքում ես սկզբի խոսքում էլ ասացի, որ լուծելով եթե կա խնդիր, իրար հասկանալով առաջ ենք գնում։ Բնականաբար կմախքը, ինչպես Տիկին Ասլանյանն ասաց, մեր վերապատրաստման վերջում արդեն պատրաստ կլինի, բայց օգոստոսին կգանք վերջին շտկումներն էլ կանենք եւ արդեն ուսումնական տարվան սկզբին դրանք կներբեռնենք, ամեն ինչ պատրաստ կլինենք նոր ուսումնական տարվան։ Կարծում եմ այսքանը, որովհետեւ ինչի մասին պիտի խոսեինք համակողմանի մանրամասն յուրաքանչյուրը ասաց եւ շնորհակալություն նաեւ այսօրվա հանդիպման համար։ Շնորհակալ ենք շատ։ Տիկին ներողություն, պարոն Բարսեղյան, ձեզ լսենք։ Նույն գործն ենք անում, 80%-ով ինչ որ կանոնակարգում է սուդապը, մեկ ստանդարտի է բերում եւ համաձայն եմ Տիկին Ասլանյանի հետ, որ այն 20%-ը, որ մենք ենք լրամշակում, շատ ավելի դպրոցի դեմքը ցույց կտա։ Իսկ նաև կարևորում է, որտեղ շատ դպրոցներ կան, մանավանդ չեմ ուզում հիմա առանձնացնեմ, բայց կան դպրոցներ, որ գյուղական համայնքներում իրանք այս 80%-ն էլ չգիտեն ինչ պիտի անեն, եւ շատ կարևոր է, որ ստանդարտը գործի եւ գոնե մինիմալ բազան մեզ տա, մնացած 20%-ը մեր
աշխատանքների մենք կավելացնենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ։ Լսենք մեր գործընկերոջը, Տիկին Հարությունյան։ Շնորհակալություն։ Կզնակ հիմնադրամի կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր տնօրեններին հետաքրքիր հարցազրույց անցկացնելու համար։ Շնորհակալ ենք ձեզ։ Ընկել ենք շնորհակալ։ Սիրով, հաջող։ Շնորհակալություն։